Ես ծնվել եմ 1925 թվականի դեկտեմբերի 7-ին։ Իմ 100-ամյակս կրոլոգում է։ Այս վետերանների մեջ ամենափոքրը ես եմ։ Ներկա պահին, այս մոմենտին էլի, Թամանյան դիվիզիայից մենակ ես եմ մնացել սաղ։ Մենակ ես։ Ես որ եկացրեղ վետերանների խորհրդի ժամանակ ինձ կանչեցին եկացրեղ աղջկերք է աշխատող, աղջկերք եկան ինձ փաթաթվան, ասի ինչ ա եղել, քաղցրացել եմ, ես չէի իմանում, ասին դու ծաղիկ ես, Թամանյան դիվիզիայից հայտնեցին, ասում վերևից շտաբից, որ մենակ մի Գսպոյան, Վալորյան, Ուռեի կենթանի է մնացել, մինչև հիմա, ոչ մի հատ չի, ես մենակ ես էի մնացել։ Ունեցել են 3 եղբայր մի քույր, բոլոր եղբայրներով էլ ծառայել են։ Մեծ աղբերս Բախշիկը ծառայել է երկրորդ աղբերս, որ ոտից սեղից ամրուհատներս կբերել են ոտը, փշրվել է Լենինգրադի ֆրոնտում։ Բախշիկն էլ մեծ աղբերս էլ Ուկրաինայում է, որոշելով գրադում է վիավորվել, ժողովրդացրել եկե այտենց էլ անցամալ լուծա եղել, մնացել է տունը չգնաց, չեն տարել, պիտանացու չի եղել։ Նրանք չկան, մենակ իմի բոլորի մեջից մենակ ես եմ մնացել, ոչ մեկը չկա։ Началась Великая Отечественная война советского народа против немецко-фашистских захватчиков. Ինձ համար պատերազմը սկսավ 1943 թվականից։ 43 թվականին ինձ կանչեցին բանակ, 18 տարի չլրացած, ասեն լրացել էր ամեն էլի։ 4 ամիս մնալով Գորի մեզ բերեցին ֆարմերով տարեցին շորեր ծևին, ուղարկեցին ֆրոնտ։ Տարան Պրիմորսկի մենք Թամանյան թերակղզին մեզ իջեցրին, որից հետո ուղարկեցին Մաժայսկ, այսինքն Կուրսկի դուգան։ Մեզ ասին, որ պետք է հայերս առանձին զորամիավորումներ կազմակերպեն, պատերազմի կսկսվի։ Հետո մի հատ օֆիցեր եկավ ստարշի լեյտենանտ, մեզ ասավ, որ Հայաստանից հայկական Թամանյան դիվիզիայից մի հատ մայոր է եկել հայերին հավաքում է։ Այդ մայոր Ավելյանն էր, 526 գնդի Թամանյան դիվիզիայի 526 գնդի բաններ, զամպալիցներ, այսինքն կոմիսարներ էլի։ Մեզ հավաքեց, հետ բերեց Թամանյան թերակղզին հայկական Թամանյան դիվիզիան, որ նոր էր կազմակերպում, շատ կորուստներ էր տվել, արդեն Սաֆայրան էլ նոր էր եկել, ընդունել դիվիզիան, Սաֆայրան էլ ժամանակ պոլկովնիկ էր։ Նվեր Սաֆարյանին է շատ եմ հանդիպել։ Նվեր Սաֆարյանը այն պլազդարմում ենք, որ անցան Գերմանիայի Օդեր գետի ափին, Օդերի արանքում միջին օֆիցերներին Սաֆարյանը պարամունք էր անում միշտ, ամեն կիրակի։ Մատել ես փեդ ուներ, փեդից լավ էր նրա փեդը, այդ փեդից էր ձեռքը։ Այն ինձ ճուտո էր ասում միշտ, որտեղ բոլորի մեջ փոքր ես էի։ Ճուտո օրինակ վերցրեք, տղերքին ասում էր, օրինակ վերցրեք, ոնց է մագլցում, ոնց է բանամ դուք էլ սովորեք։ Սաֆարյանը ամեն կիրակի մեզ կանչում էր մի ժամով, իր մոտը ծուռնիկների մոտը, կոլցաների մոտը, որից հետո պալսկում էր տալիս։ Վայնի ուչով էր անում, բոլոր դեպքում շապ։ Այդպես մոտավորապես մի 2 ամիս մենք որ այդ պլազդարմում 3 ամիս մնացինք, մինչև առաջ գնալը դեպի Ֆրանկֆուրտ, Սաֆարյանը մեզ հետ պարապում էր։ Նվեր Սաֆարյանի հրամանագրով
Այսինքն ինքը որ ուղարկել էր որ բանին գիշերային բոյս գադովնս որ նեմեսները լսման մեր ապարոնը ես հրաման տվեցի ամբողջովին իմ զոհորդներ 47 հոգի ասի ոչ մեկը չփախչեք որ փախչեք ասի բոլորս էլ ասի կսպանվենք մենք պայքարեցինք 3 հատ զոհ տվեցինք քանի հոգի էլ վիրավորման Սաֆայանը այդ ամեն ինչը եկավ բանը մայոր Ավալյանը դեռ չէր մահացել մայոր Ավալյանը եկավ պատմեց որ այսպեսի երոս բան ունեք հրամանատար ունեք ջուտոն ինձ ջուտոն են ասում չտեսնված ասավ ամեն ինչով պատրաստված անվախ երիտասարդ է հրամանագրով ասավ կոմանդիր դիվիզիայի Ես ուղարկել են բան վերխովնի գլավնի կոմանդուշի որպես Լենին իշխանշանագիր այդ ախտանակը որ ես տարա բայց Լենին իշխանշանը փոխարինել են կարմիր դրոշով Լենին իշխանշանը դե չեն տվել Կերչի Վոյկով զավոդի մոտ Սնայադը խփեց ինձ հեռու, բայց իմ բախտը այնքան բերեց բալես ոչ տրակով։ Այսպես մեծ փոս արավ Սնայադը էր։ Ինձ ընկա այդ փոսի մեջը օղնել տվեցին վերես, ընդ լավ ռուսական զորամաս կար, տղաներն եկան ինձ անեցին օղի տակից, որ ես հապտվեցին։ Գնացին նորից էլի իմ բանը, զավոդը ընդունեցի։ Ես ընդհանրապես Սկզբից մինչև վերջ եղել եմ ռազմետչիկ, կոմանդիր ռազմետնվող գրուպա, սկզբից 47 հոգի ենք, հետո աստիճանաբար շարքից դուրս եկան, 21 հոգով վերադարձանք Հայաստան։ Սարսափելի բոյեր եղան, Բերլինի բանը օդեր գետը որ Փարսիրովա տարին գաշին կոնցանք գրավեցին կոնցանք այդ գետից կողմը այդտեղ բոյս գատովնսեր էլի աշինք ռազմետնի բոյեր էթում նեմեսները կշերվա ժամը 4-ին Արցախան մեր ապարոնի վրա մալայա զեմլայում մեր հայկական այդ օդերի հապին Այդտեղ բավականի կորուստներ եղան և նեմեսների կողմից, մեր կողմից էլ եղան, մեր այդտեղ մի հատ կոմանդիր ռոտ կար, սարշել լեյտենանտ Կիրոաբացի էր, դրան նեմեսները բռնել են երկուսը ոտերից, երկուսը թևերից, ուզում էին տանեին, որպես լեզու էլի, ուրեմն իմ փրկությունը եղավ այն, որ ես դրանցից մեկին խփեցի, այս մասից խփեցի Հապեցի են իրենքներ քցեցին ցած սարշել լեյտենանտին ու փախան։ Այդ համար ինձ տվեցին կարմիր աստղից քանշան։ Կարմիր աստղ ունեի, կարմիր դրոշի քանշան ունեի, հայրենական պատերազմի երկրորդ աշխարհի քանշան ունեցա, 2 զադվագ ունեցա դժան։ Դե ես այդ ժամանակ ես ծնվել եմ նոր Բայազետի Քավառա էլի, Գավառի ռայոնի Սարոխան գյուղում։ Դե Երևանում ես ոչինչ չունեի։ Միայն մեր ազգերից մեկը կար այդտեղ, դրանց տուն էի ժա, մնացի բար ժամանակ։ Այդ սիված եղա, այդ իմ բանը եղած օրդերները դրեցի մի հատ փոքր ящիկի մեջ, փագեցինք, տվեցի մորս։ Հա, այդ ժամանակ արդեն Երես մերս կային, աղբերս եկել էր վիավորված, որտեղ կդրվել էր։ Հետո որ ես սեղծում ունեցա բան, ստիպված եղա գնալու, ասի գնամ բանը, իմ օրդերները բանը վերցնեմ։ Գնացի արդեն այդ ящիկը բացել էին, ղութիկ կա, չէ, գյուղական ղութիկ։ Այդ ղութիկի մեջը դրված էր,
բացել են ящик այդտենց ամբողջովին տարան։ Այդտենց էլ գնացի կորավել, այդքան էս օրդեր կորցրեցի։ Մասին պատմել ինձ կանչեցին շտաբ դիվիզիա, ասին որ զամբալիտը ցեզա ուզում, ստիված են գնալու, արդեն այդ ժամանակ բանի օրդերի են օփին էինք Գերմանիայի ուղում էլի, օրդեր գետը լեսած կլնեք, սարսափելի գետեր, արագավազ։ Տարանից լոդկով անցկացրեցին գնացին դեղ Polkovnikային բաներ օֆիցերներն էին, ինձ շաղավակման, ինձ բերեցիներ, ես բանը տվեցին ինձ, Ստալինի շնորհակալագիրը, ավելի ճիշտ, ես ունեի միաժամանակ էլ Ժուկովի բանը, շնորհակալագիրը, էդ էլ հետը գնաց, մենակ ես էր, որ մոտս էր եղել, եսի մնացել էր։ Папа месяц это Олушта, это Севастополь, Симферополь, Ялта, это ամբողջ մասերը մենք գրավեցինք։ Գիշերային մարտերում նեմեսներին սաղ այդ ամբողջ ժորամասը մենք պլեն վերցրինք, դա մի ցեցեփ բաներ պատմեմ, բան չլինի էս բան։ Ես եկա այս բոտերից արանքից մատերից արուներ գնում, քրտինքից։ Դեղ պարկա նարեր կար, ծովի մեջն ենք արդեն, ջուրը մեզ սենց էր։ Պարկա բոտերից ես մի հատ Samsung կար ախրքալակսի, սա պերես բոտերը սրված բանարավ, սա ինձ այդ նայող էր էլի, կոմանդիր ժվոդին։ Մեկ էլ այդ նարի վերեն որ պարկել ինչ-որ երկրաշարժելներ, այմ ախտոսից ինչ բանա։ Մեկ էլ սա մի հատ պրից, այդ ջրի մեջից դուրս եկավ, նեմից, սալդատ, տարիքով էլ մարս էր, սրան այդ Samsung-ը հանեց դուրս, սաղ ջուրեր ամբողջովին ջրի մեջ էր մնացել, թաքնվել էր, բերենք նրան ասեցի շորերն անեցին, սպանված նեմեսներից, ընդ լիքն էին դիակները, դրան շորերից հանինք, դրան հագցրինք, սա վախում էր, որ իրան կսպանենք, հանեց իրան նկարները երեխեքի, կնոջ, հորն ու մոր բան, ես ասի մի բախի, քեզի ոչ ոք ձեր չի տայի, ես մարդաց բան չեմ ասի, մի բախի, ընդ որ պլեների, գերիների շարքը գնում էր, իրան ասեցի, որ շարքը տենում ես, կնա խառնվին յանց կնա, սա ինձ շնորհակալություն այլեց, բազելով գնաց խառնով, գնաց, այդքան բան եմ դեսի։ Բայց սպանել, մենակ են նեմեցին խպեցի, սիված եղային էլ, որ կոմանդեր այդ սարշել լեյտենանտին տանում էր ենք Երևաբացուն։ Վերջին բոյում հաշվարկեցինք ամբողջովին, ես տվել եմ 27 լեզու սովետական բանակին, 27 լեզու, այսինքն 27 պլեն վերցել ենք։ Մենք գիշերով գնում էինք, մտնում էինք նեմեցի աբարոնից, ինչքան որ հաջողում էր, հնարավոր եղում, գողանում էինք սալդատներին, լեզու ենք ներում էլի։ Պատահում էր այնպիսին, որ սրիվ էինք տալիս, չենք կարողանում, նեմեսներն իմանում էին, հետո մենք դիակներ այնտեղ մնում, սպանվում էին։ Իսկ իմ բախտը բերեց, որ ես չսպանվա։ Գրիմում եմ եղել, Տամանյան թերակղզին ենք եղել, նավարասես մեզ տեղափոխեցին, որից հետո էլ ուղարկեցին դեպի առաջ, դեպի Ֆրանկֆուրտ նայելբի, Էլբա գետի վրա է Ֆրանկֆուրտ քաղաքը։ Մենք այդտեղ մնացինք ամայա մի ամսից ավել, այդպես զոհեր շատ տվեցինք։ Մեր կոմանդիր բատալյոնը, բան օֆիցերներից էլ շատերները սպանվեցին։
Այդտեղից 60 կիլոմետր մենք գնացինք դեպի Բերլին։ Ես ծանրվա Բերլինի փողոցային մարտերի ժամանակ 45 թվի բանին ապրիլի 26-ին գիշերը, որ կոմանդիր պալկան, ես այն ժամանակ աշխատում եմ ռազմետ ռոդի կոմանդիր զվոդ։ Ասեմ, որ բանը Զամբալետը կանչում է։ Զամբալետի մոտ գնացինք, չհասցրեցի գնալ ավելի ճիշտ։ Այդտեղ նեմեցը որ կրակում էր արտիլերիստի մինամյոտնի զենքերից, ես այն զգացի, որ մեջքս ծակացա շատ ուժեղ տվեց, կայտիր տվեց աչքերից, ես ընկա ինձ հետ էլ Մամյան կար, Կիրովաբադցի։ Մամյանն էլ գոռաց, Մամյանին ոչինչ չէր եղել, մենակ ասկոլկեն կեպել էր, այս մասը վառվել էր մի քիչ։ Իսկ ինձ արդեն 4 ասկոլկա ուղիղ մեջքից էր խփել, որից խիրուրգը գերմանուհի էր, կին էր երկար, լավ էլ ռուսերեն էր իմանում։ 2 ասկոլկեն հանեց, այն երկուսը չանեցին։ Այն երկուսն ասում կպված ողնաշարից չենք կարա ցերկ տա, գուցե կռանաս ամբողջովին վախում ենք, չանեցին, մինչև հիմա մեջքից այդ երկուսը։ Քանի անգամ մայոր Սերգեև կար, ուղարկեցին մոտը հոսպիտալում, որ էդի հաներ, ասապ չեմ կարա ես այդ նրան ցերկ տա, չանեցին, մինչև հիմա էլ մեջքից է։ Այնպես ուժգին, այնպես թափով շռնդալից, որ թվում էր ոտքով են հաղթանակի սալյուտ տալիս։ Ես հիվանդանոցում պարկած էի, վիավոր պարկած էի։ Մենք էլ առավոտ շուտ ձայն լսեցի, որ ասին Սմիրնա ռուսերեն։ Ռեբյատա, послушайте нам, սաղ լրեցինք, թե ինչ ալում, ասա վայնա կոնչել, էդի արդեն մայիսի 9-ն էր։ Վայնա կոնչելս եկան մի հատ ստարշի լեյտենանտ էր, մի հատ էլ մլաչի կոմանդիր էր։ Ասին ձեզանից ինչ ունեք տունը ուղարկելու համար հասցնել պեին, օրինակ ասին ստարշի լեյտենանտն ասավ, բանը գսպոյան ասավ, դու ռազմետչիկ ես եղել, չէ, ասի այո։ Ասավ ինչ ունես տունը ուղարկելու ծնողներիդ, ես ինչ պետք է ուղարկեի, ինչ կար, որ ինչ ուղարկեի։ Այն իմ մոտից պարկող այս ընկերս մեզու կարծ էր, ասավ այս կարծը իր մեջը թողել եմ բասիլկայի։ Այն մյուս ընկերս էլ մի հատ պրոստին պերես բանարա, որ որես կողեց այդ բանի մեջ, այդենց նրան ուղարկեցին ծնողներիս։ Այդքան բան։ Նշանակեցին արտիլերիստի սնաբժենում начальник, այսինք պատրոններ էին ящикներով, սնայադներ էին, բան դրանք պրոֆիլակտիկայա, պետք է ուշադիր լինես բրիգադային տվե, ստուգում էին, յուղում էին, բան են կանում, որ չփջանան, չխոնավանան վերջապես։ Մեզ ուղարկեցին բան, եկան ասեցին, որ ամսի արդեն սեպտեմբերի 12-ին մենք եջանք Էշմիածինի կայարանը, մեր զորքը, մեր գունդը 526-ը Էշմիածինում կայնավ։ Մենք տեղավորվանք այդտեղ։ Հրաման եկավ, որ արդեն պետք է անցնենք դեպի հին հայկական հողերը, Թուրքիա։ Ամեն ինչը բացատրեցին, որական քանի ժամով, մինչև որզեպի զավտերի կանենք, որզե ճաշ, վերջապես։ Այդ մինչև ամսի 16-ը։ Ամսի 16-ին հրաման եկավ, որ Աստղից, էլ չտարան։ Գիշերով տանեն էին, առավոտ շուտ բերում էին, էլի։ Պետք է անցնեինք Թուրքիա, էլ չանցան։ 50 թվականին ես զորացրուա։ Էլ ամեն գործել արել եմ։ Եղել եմ բանում, ասամթերումների միությունում եմ աշխատել, մեր մինիստրությունը Մոսկվա էր, ինձ տուն նվիրեցին, հիմա ես որ ապրում եմ, այդ տունը մեր, որ ինձ տվել են այդ բնակարանը, դա մինիստրությունն այնց պարգևատրել է։
Ես ունեմ երկու երեխա, երկու տղա, երկու աղջիկ։ Ծորներել ունեմ, Անդրեան, 12 թոռ ունեմ, 8 հատ էլ ծոր ունեմ։ Եկան են բաներ, Եսայանը, գնդապետ, բան եկան մոտ տունը, իսկան տեղ ասում ենք, քանի անգամ ասում քեզ ուղարկել ենք, ես իշտել ենք ուզեց ուղարկել, Մոսկվա ենք ուղարկում, հետո Ղրիմ ենք ուղարկում, քեզ այնտեղ բնակարան էին տալիս, ամեն արմարությունները տալիս էին, բայց դու հրաժարվար, հարազատները, մեր լեզուն, մեր ժողովուրդը, մեր երեխեքը, սա հայերեն են խոսում։ Здравствуй, мама, возвратились мы не все, босиком бы пробежаться по росе. Пол Европы прошагали полземли, этот день мы приближали как могли, это день победы, порохом пропал, этот праздник сединою на висках. Это радость со слезами на глазах. День Победы! День Победы! День Победы! С Днем Великой Победы! Ура! Ура! Ура!